Այս պահին բարեբախտաբար այդ ռիսկը բավականին նվազ է, երևի թե ավելի նվազ է, քան 2020 թվականից հետո հաշված բոլոր ժամանակաշրջանում, բարեբախտաբար այդպես է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր առմամբ պատրաստ չէ նոր բախման եւ բաց այդ պատերազմն ինքնին բացասական երևույթ է ամենալայն իմաստով, ենթադրում եմ, որ մինչեւ 2026 թվականի գարնան վերջ եւ ամառվա սկիզբ, այսինքն որ Հայաստանի Հանրապետությունում կլինեն ընտրություններ համապետական, այդ ռիսկը կլինի բավականին ցածր, եթե ինչ-որ ֆորս մաժորներ չեղան։ Այդ դրանից հետո շատ լուրջ արդեն սրացման հնարավորություններ կան երկու տարբերակում էլ։ Եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա անմիջապես Բաքվից կգա պահանջը, ահա դուք այսքան հետաձգում եք, դե հիմա փոխեք ձեր սահմանադրությունը, սա արեք, այսպես կոչված անկլավները տվեք եւ այլ, դա համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ներսում կբերի կրքերի թեժացման, առանց այդ էլ հետընտրական իրավիճակը կլինի եւ դա արդեն անկանխատեսելի բաների կբերի, որը կանդրադառնա սահմանի վրա, իսկ եթե հաղթի ընդդիմությունը, պայմանական Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ էլ այդ խումբը, որ իշխանության դեմ է, ոչ արևմտամետ ընդդիմությունը, դա էլ նոր խնդիրների կարծիքով կբերի, դեմս նրա, որ կունենանք նոր իրականություն, երբ որ այս ծանր դրությունը նոր իշխանությունը կփորձի ուղղել եւ բնականաբար պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի ուզենա զրկվել իր այդ առավելության դիրքերից, որ այս 5 տարին ունի պաշտոնական Երևանի նկատմամբ,